Ինչ է ավելորդազերծումը, ավելորդ իրերից ազատվել, այս բառը ակամահորինել եմ, մեծ սիրով գործածում եմ և արդեն ընկերուհիներս էլ են գործածում։ Ինչն է այստեղ կարևոր շատ, դուք չեք կարող մեկ օրում ազատել ձեր ամբողջ տունը այն խլամից, իդեպ խլամ բառն էլ ցանկանում եմ թարգմանել որպես ծանրաբեռ, որովհետև այն շատ ծանր է ու բեռ է հանդիսանում բոլորիս, յուրաքանչյուրիս համար։ Էնպես որ այդ ծանրաբեռից դուք չեք կարող ազատվել մեկ օրում, որովհետև դուք տարիներով դրանք կուտակել եք։ Էնպես որ ձեզ վրա մեծ բեռ մի դրեք ևս, այնպես էլ ունեք ծանրաբեռ։ Ուրեմն օրական 10 րոպե դուք պետք է պլանավորեք այդ 10 րոպեն և ներառեք ձեր օրակարգում։ Եթե դուք դա չանեք, դուք այդպես օրեր շարունակ ոչինչ չեք անի։ Էնպես որ հենց հիմա վեր կացեք, վերցրեք աղբի տոպրակը և ավելորդազերծեք հերթական մեկ դարակաշարը։ Հավատացեք, փոքր քայլերով, գովացեք ձեզ փոքր քայլերի համար։ Ինչպես հնարավոր չի նիհարել մեկ օրում 10 կիլոգրամից, որը որ դուք գուցե 10 տարիների ընթացքում եք կուտակել, իդեպ ավելորդ քաշից ազատվելու դեպքեր են եղել շատ աշխարհում, երբ մարդիկ ավելորդազերծել են իրենց տները, որովհետև այդ բոլոր ավելորդ իրերը մեր ուղեղի համար լրացուցիչ ծանրաբեռնում են, մեր ուղեղի համար լրացուցիչ սթրես են և դուք այդ ամենը համարում եք փոքր անկատար գործեր, յուրաքանչյուր իր լրացուցիչ բեռ է։ Էնպես որ այս օրը, այս ժամին ես կատարելու եմ ավելորդազերծում, դա ամեն օր ձեր պլանավորման մեջ խնդրում եմ ներառեք։ Ուրեմն, ինչ եմ ուզում ասել կոնտեյներների մասին։ Ուրեմն, երբ մակերեսի վրա կան տարբեր իրեր ցաքուցրիվ, ցիրուցան այսպես դրված են, մեր ուղեղը հիմնականում դա ընկալում է որպես քաոս։ Երբ դուք վերցնում եք մի գեղեցիկ տակդիր և վրան տեղավորում եք այդ իրերը, մեր ուղեղը դա ընկալում է որպես մեկ օբյեկտ և աչքշոյվում է այդ ամենից։ Էնպես որ այս ամենի մասին մանրամասն կխոսենք իմ բլոգում, միացեք իմ էջերին և հետևեք։